Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 25։ Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստծո ժողովրդի համար, Եբրայեցիս 4:9 խոսք։ Ախ որքան պետք է քրիստոնյան ցանկանա վերադառնալ տուն, որտեղ այդպիսի իրարանցում և պայքար չկա։ Տարօրինակ է, որ ամեն ժամը թվում է մեկ օր, իսկ ամեն օրը մեկ տարի, մինչև մահը չի հնչեցնում նահանջի ուրախ ազդանշանը և չի կանչում ձեզ մարտադաշտից, որտեղ գնդակները այդքան խիտ են թռչում և որտեղ դուք կռվում եք ձեր կյանքի համար մահկանացու թշնամիների դեմ, գալու այն դատարան, որտեղ սրբերի ձեռքերում երևում են ոչ թե սրեր, այլ արմավենու ճյուղեր, ոչ թե թմբուկներ, այլ տավիղներ, ոչ թե արյունահոսող զինվորների և վիրավոր խղճի հառաչանքներ, այլ հաղթական մարտիկների քաղցր և հմայիչ երաժշտություն, որոնք երգում են Աստծուն և գառան գովեստը, որի միջոցով նրանք հաղթանակ են տարել։ Ուրեմն ով քրիստոնյաներ, քանի դեռ այստեղ երկրի վրա եք, մխիթարվեք այս ճշմարտություններով։ Աստծո ժողովրդի համար դեռևս մնում է հանգստության մեկ վայր։ Դուք զուր տեղը օդը չեք հարվածում, այլ պայքարում եք այն երկնքի համար, որը վեր է ամպերից։ Ձեր ամենածանր բաժինը հիմա է, իսկ լավագույնը դեռ առջևում։ Դուք պայքարում եք, որպեսզի ստանաք մի պսակ և հաղթում եք, որպեսզի այն կրեք։ Այո, կրեք այն հավիտյան, առանց երբևէ կորցնելու, որովհետև երբ այն դրվի ձեր գլխին, ոչ ոք այլևս չի կարող այն վերցնել ձեզանից կամ կրկին ձեզ պատերազմի վտանգի առաջ կանգնեցնել։ Այստեղ մենք հաղթում ենք միայն թե նորից կռվելու համար։ Մեկ գայթակղության դեմ պայքարը կարող է ավարտվել, բայց պատերազմը շարունակվում է։ Ինչ խաղաղություն կարող ենք ունենալ, քանի դեռ դևերը կարող են դուրս սողալ իրենց բներից կամ քանի դեռ մեր մեջ մնում է ցանկացած մեղք անսասան։ Մեղավոր բնությունը նույնիսկ ծնկաչոք վիճակում էլ կշարունակի կռվել և կհարվածի մեկ ձեռքով, մինչև մյուսը կտրված կլինի։ Բայց երբ մահը գա, վերջին հարվածը կհասցվի։ Բարի բժիշկը լիովին կբժշկի ձեզ ձեր հոգևոր կուրությունից և կաղությունից, և ինչպես Մարտիրոսը խարույկի վրա իր կողակցին ասաց. «Արյունարփու բոները» կբուժի մեր մարմնական տկարությունները, դրանք վերջ դնելով մահվան միջոցով։ Խաղաղությունը քաղցր է պատերազմից հետո, հանգիստը ցավից հետո, բայց որ լեզուն կարող է նկարագրել, թե ինչպիսի ուրախություն և ինչպիսի փառք պիտի լցնեն արարածի հոգին, երբ նա առաջին անգամ տեսնի Աստծուն և նրա օրհնյալ ընկերակցությունը։